մեր այցերի եւ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում շուրջ 50 քաղաքացիներ, որոնք բերման են ենթարկվել, ազատ արձակվեցին։ Այս պահի դրությամբ, այսինքն առավոտից եւս մենք շարունակել ենք մեր աշխատանքները եւ հստակ տեղեկատվություն մենք կարողանանք տալ ավելի ուշ։ Այս պահին ուղղակի մենք չենք կարող գնահատական տալ այն, որ նման հրապարակումներ եղել են եւ դրանք ուսումնասիրության հիմք են, դա միանշանակ է։ Ժամը 4-ից 4:30 իմ աշխատանքն է սկսում։ Եկել էի սովորականի պես իմ աշխատանքին, բայց տեղի դեպքերից ներվայնացած, մի քիչ վրդոված, տենց մի անհանգիստ վիճակ էր մոտս, խնդրեցի տնօրինությանը, որ մի ժամ ժամանակ տան, մինչև կարգավորվեմ, էլի այդ հուզմունք սաղ անցնի, որ մոտիկացան հրեշտակները 3-4 հոգով, թե բա խնդրում ենք դեպի ոստիկանական մեքենան, սկզբից հարցրեցի ինչի համար, թե բա այսօրվա տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ է, տեղում ձեզ կբացատրեն ամեն ինչ, ու քշեցին դեպի ոստիկանական օմոնի զորքերի զորամաս, 10:33, եթե չեմ սխալվում, զորամասը, որտեղ հենց մեզ դարպասներից ներս մտցրեցին, պատուհանից երևաց, թե ինչքան գլխարկներ, այդ ոստիկանական գլխարկներ, շիտեր ու տենց բաներ լիքը կա, մեծ մեքենաները ոստիկանական կանգնած են ու լիքը ոստիկաններ ավտոմատներով հայատներում, մուտքից ներս մտցրեցին, մասկաներով տղաներ կային կանգնած ոստիկանական համազգեստով, նրանցից մեկը լավ հաղթանդամ տղա էր, ձեռքը գցեց միանգամից քաշեց ինձ, այս մասիցս, քաշեց, գցեց գետնին ու սկսեց հարվածել, ասելով որ բանը, այդ իմ հրամանատարին ես կարում հայոյես, հա, բա դրա սրանից բռնվելու մասին չես մտածում, ինքը ինչքան էլ որ մասկայով էր, դիմակով էր, ես մեկը միևնույն է իրան ճանաչում եմ, ինքը ոստիկանական հրաշտակների 4-րդ գումարտակի տղաներից, հա, հարգեղած դեպքում անունն էլ կարող եմ նշել, եթե չեմ սխալվում, ինքը Անդրանիկ Հարությունյանն է, որը մեր բոլորի Facebook-յան ընկերն է, վերջի հարվածը, երբ որ ես զգում էի, որ արդեն էլ չեն խփելու, հանկարծ հերվից նորից վազելով հետ եկավ ու քացով ոտքով խփեց այս հատվածից, որտեղ շունչս կտրվեց, բռնեցին վրաս նաշադիր լցրել, ոչ թե շնչել տվեցին, այլ նաշադիրը լցրեցին քթիս հատվածում։ Օրինակ, երբ որ ինձ ներս մտցրեցին ու սկսեցին խփել, գետնին ընկած ժամանակ, երբ հայացքս փորձում էի գցեմ, տեսնեմ ծանոթ մարդ կա, այդտեղ թե մենակ ես եմ, տեսա որ Վարդգես Գասպարին էր, հովանցում են ասում, օդափոխության սենյակում պարկած էր հատակին, աչքերի տակը կապտուկներ ու ինձ հարվածելը տեսնելով գոռում էր մի խփեք Շուշանյանին, մի խփեք, ներսում ինձ հետ իմ ընկերներ, ով վախից կուչ էր եկել, որովհետև չգիտեր պաշտպաներ ինձ, թե չպաշտպաներ, որովհետև եթե փորձեր ինչ-որ գործողություն աներ, իրան էլ էին ծեծելու։ Երբ որ ներս մտցրեցին, լիքը ծանոթ մարդ կար այնտեղ, մեկի ունքն էր պատռված, մեկի շրթունքն էր պատռված, մեկը կապտուկներ ուներ երեսին, լիքը մարդու ծեծել են։ Աղջիկների թևերից քաշելով, վնասելով այս հատվածները, տարիքով կանանց, մի խոսքով բավականին մեծ ծեծու ջարդ էր տեղի ունեցել մինչև իմ այնտեղ հասնելը։ Հարգեղած դեպքում ես հանցագործության մասին հաղորդագրություն եմ տալու, սպասում եմ փաստաբանիս հետ զրուցելուն։ Մոտավոր 4:30 բերման եմ ենթարկվել, բաց են թողել գիշերը ժամը 2-ին։ Ուրեմն ես էլ վնասվածքները երբ ոստիկանական սապոգով հարվածեցին ընկածս տեղը, հետո եմ նկատել, որ նման կապտուկ է առաջացել վրաս։